Հարգելի Տիկին Վարդան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ Կենտրոնական բանկի եզրակացությունը 26 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախ նշեմ, որ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացության կազմաշրջանակներում Կենտրոնական բանկն առաջնորդվում է բյուջեի ծրագրի միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության և դիրքի, ինչպես նաև երկարաժամկետ աճին նպաստելու վերաբերյալ գնահատականների ներկայացմամբ։ Այս սկզբունքների ներքո և հաշվի առնելով, որ 25 թվականի պետական բյուջեի կատարման գործընթացն արդեն մանրամասն ներկայացվել է կառավարության կողմից, կանդրադառնամ միայն 26 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։ Այսպիսով, 26 թվականի բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է Հայաստանի մրցակցության աճի ապահովման, տնտեսական անվտանգային ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում ներդրումների զգալի ընդլայնման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդումը և ՀՆԱ ներուժի աճի ապահովումը։ Նախորդ տարիների տնտեսական բարձր աճի կարճաժամկետ գործոնների ազդեցություններն աստիճանաբար չեզոքանում են։ Այս պայմաններում ներուժային կայուն տնտեսական աճի ապահովումն էապես կախված կլինի կառավարության նպատակադրված արտադրողականության բարձրացման, արտահանման խթանման և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունների արդյունքից։ Այս համատեքստում, հաշվի առնելով հարկաբյուջետային կոնսոլիդացիա իրականացնելու հանձնառությունը, էապես կարևորվում է հատկապես կապիտալ ծախսերի դերը և արդյունավետության շարունակական բարձրացումը։ Նշվածը վերաբերում է հատկապես տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ամբողջական և արդյունավետ իրականացմանը։ 2026 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,4% տնտեսական աճի ապահովման ելակետից, շեշտադրելով հարկաբյուջետային կոնսոլիդացիայի և պարտքի կայունության ապահովումը, ինչպես նաև տնտեսական ներուժի վերջին տարիներին ձևավորված բարձր մակարդակի պահպանումն ու աճի նպաստումը։ Նշենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշությունների պայմաններում առկա են էական արտաքին և ներքին ռիսկեր, տնտեսական ներուժը պայմանավորող գործոնների կայունության և տնտեսական հեռանկարի հնարավոր սցենարների տեսանկյունից։ Այս առումով հարկ է նշել, որ 26 թվականի պետական բյուջեի ծրագրում դիտարկվել են դրա հիմքում դրված հիմնական ենթադրություններից և կանխատեսումներից հնարավոր շեղումների հետ կապված ռիսկերն ու անորոշությունները, իրականացվել են սցենարային վերլուծություններ, գնահատվել են դրանց ի հայտ գալու պարագայում բյուջեի հոսքերի և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակի ճշգրտման հնարավոր ուղղությունները։ Սա կարևոր նախապայման է հարկաբյուջետային քաղաքականության ռիսկերի կառավարման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսական աճի ռիսկերը և անորոշությունները մեծ են, ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից կարևորվում է պահուստային ֆոնդի օգտագործման խիստ սահմանափակումների առկայությունը, ուղղված բացառապես մակրոտնտեսական ռիսկերից բխող հնարավոր լրացուցիչ ֆինանսական պահանջների բավարարմանը։ Նախանշված տնտեսական աճի, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկման բազայի ընդլայնման, հարկային վարչարության կատարելագործման ներքո իրականացվող հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում 26 թվականի համար ծրագրավորվել է հարկեր ՀՆԱ հարաբերակցության ընթացիկ տարվա սպասվող ցուցանիշի համեմատ ևս 0,4%-ային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 24,9%-ը։ Ընդ որում վերջինս արտացոլում է որոշակի լավատեսական մոտեցում և նշանակում է հարկեր ՀՆԱ-ի գերազանցում 26-28 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված ցուցանիշներին։ Արդյունքում գնահատվում է, որ 26 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան փոքր զսպող ազդեցություն։ Կարևոր է նշել, որ տնտեսական աճի հեռանկարի հետ կապված ռիսկերի և անորոշությունների համատեքստում առանցքային է 26 թվականին հարկերի հավաքագրման բարեփոխումների շարունակականության և արդյունավետության ապահովումը, արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար։ 26 թվականի պետական ծախսային քաղաքականությունը շեշտադրելով մի կողմից անհրաժեշտ կոնսոլիդացիայի իրականացումը, իսկ մյուս կողմից մարդկային կապիտալում ներդրումների աճի և տնտեսության ներուժին խթանելու նպատակադրումները, շարունակելու է պետական ծախսերի ՀՆԱ-ում կրճատման թիրախավորումը։ Նշենք, որ 26 թվականին և միջնաժամկետ հատվածում, թեև կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 25-ի համեմատ նվազում է, սակայն այն կայունանում է պատմական ցուցանիշներից բարձր մակարդակում,
որի կառուցվածքում շեշտադրվում են հատկապես տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդման ուղղված ծախսերը։ Արդյունքում 25 թվականի սպասվող ցուցանիշների համեմատ կապիտալ ծախսերի 0.7 եւ ընթացիկ ծախսերի 0.1% կետ նվազումների շնորհիվ պետական ծախսերը հնայում կկազմեն 0.8% կետով ցածր, կազմելով 30.4 ամբողջական պահանջարկի վրա ունենալով զսպող ազդեցություն։ Ընդ որում 26-28 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի համեմատությամբ բյուջեի նախագծում նախատեսված հնայում պետական ծախսերի ավելի բարձր մակարդակ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով, իսկ կապիտալ ծախսեր հնահարաբերակցությունը համահունչ է 26-28 թվականների ՄԺԾԾ-ին կազմելով 5.9%։ Այդուհանդերձ, ինչպես նշեցի, կապիտալ ծախսերի մասով հիմնական շեշտադրումն ուղղված է լինելու տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդմանը, որը կխթանի տնտեսության ներուժը, արտադրողականությունը, հիմքեր ստեղծելով որդեգրված տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման համար։ Հարկ է նշել նաև, որ ծախսային ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով 2026 թվականից ՀՀ կառավարության կողմից ներդրված բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթացը կարևոր նշանակություն կունենա հարկաբյուջետային քաղաքականության նպատակների իրագործման տեսանկյունից։ Այսպիսով, հարկաբյուջետային կոնսոլիդացիայի նպատակադրման ներքո հնայում հարկերի նախանշված աճի եւ ծախսերի կրճատման արդյունքում 25-ի համեմատ սպասվող ցուցանիշի համեմատ բյուջեի պակասուրդ հնարաբերակցությունը կնվազի 1% կետով, ապահովելով հնայում 4.5% մակարդակ։ Արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունն ամբողջական պահանջարկի վրա կունենա թույլ զսպող ազդեցություն, ընդ որում թե եկամուտների եւ թե ծախսերի զսպող ազդակների ձևավորմամբ։ Հատկանշական է, որ քաղաքականության նման ուղղության որդեգրման ուղղված է տնտեսության ձևավորված որոշակի ավելցուկային պահանջարկի զսպման եւ հարկաբյուջետային դիրքի ապահովմանը։ Միևնույն ժամանակ հարկաբյուջետային counter-cyclical հարկաբյուջետային քաղաքականության ներքո ծախսերի կառուցվածքի բարելավումը եւ արդյունավետության նպատակադրված բարձրացումը դրական ազդեցություն կունենան տնտեսական ներուժի վրա, չեզոքացնելով պակասուրդի ճշգրտումից բխող ազդեցությունը։ Այս համատեքստում հաշվի առնելով միջնաժամկետում հարկաբյուջետային կոնսոլիդացիայի նպատակադրումը, առանցքային նշանակություն ունի պետական ծախսային քաղաքականության թիրախների ապահովումը եւ հատկապես պետական կապիտալ ծախսերի նախատեսված բարձր կշիռների ապահովումը, ինչը կայուն նախապայման կստեղծի երկարաժամկետ տնտեսական ներուժի եւ դրա շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում պետական պարտքի կայունության համար։ 26 թվականի կառավարության պարտք հարաբերակցությունը կաճի 2.8% կետով եւ կկազմի 53.5, ձևավորվելով 26-28 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրում սպասվող հետագծից ավելի ցածր եւ հարկաբյուջետային կանոնով սահմանված շեմային 50%-ից բարձր մակարդակում։ ՀՀ կառավարության պարտքի ավելացման եւ առկա մակրոտնտեսական ռիսկերի համատեքստում կարևորվում է ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը եւ հնարավոր ռիսկերի կառավարման կարողությունների ձևավորումը, երաշխիքներ ստեղծելով երկարաժամկետում հարկաբյուջետային կայունության ապահովման համար։ Հատկանշական է, որ այս համատեքստում կառավարության կողմից միջնաժամկետ հատվածում բյուջեի պակասուրդի մակարդակի նվազեցման եւ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի նպատակադրման արդյունքում պարտքի աճի տեմպը կնվազի եւ կառավարության պարտք հարաբերակցությունը 28 թվականին կկայունանա 54.2%-ի շրջանակներում։ Ընդ որում 26 թվականին պետական բյուջեի պակասուրդի եւ հատկապես կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար շարունակվելու է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև ազգային արժույթով եւ ներքին պարտքի աստիճանական ավելացումը։ Նշենք, որ պարտքի կայունության ապահովման տեսանկյունից կարևորվում է պարտքի կառավարման համարժեք եւ արդյունավետ ռազմավարությանը համապատասխան բյուջեի պակասուրդի ֆինանսավորման իրականացումը։ Հարկ է ընդգծել, որ մակրոտնտեսական եւ գների կայունության ապահովումն ու ամրապնդումը 26 թվականի եւ միջնաժամկետ հորիզոնում կշարունակեն մնալ հարկաբյուջետային եւ դրամարկային քաղաքականությունների առաջնային թիրախում եւ կենտրոնական բանկը կշարունակի հետեւողական քաղաքականությունը գնաճի եւ գնաճային սպասումների կարգավորման ուղղությամբ։
Ամփոփելով գնահատվում է, որ 26 թվականի պետական բյուջեի նախագծով նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունը մի կողմից դեռևս փոքր ավելցուկային պահանջարկի պայմաններում կունենա հակապարբերաշրջանային ազդեցություն, մյուս կողմից կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ միջնաժամկետ հատվածում արդյունավետ կոնսոլիդացիայի եւ հարկաբյուջետային կայունության ապահովման տեսանկյունից։ Այդուհանդերձ տնտեսական ներուժի խթանման տեսանկյունից կարևորվում է կառավարության հետևողականությունն ուղղված պետական ներդրումների աճի եւ ընթացիկ ծախսերի աճի տեմպի նվազեցման նպատակադրումներում։ Միևնույն ժամանակ հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարկային բարեփոխումները անհրաժեշտ նախապայման կստեղծեն երկարաժամկետ հատվածում հարկաբյուջետային քաղաքականության ճկունության ապահովման համար։ Հարկ է ընդգծել նաև, որ աշխարհաքաղաքական եւ մակրոտնտեսական անորոշությունների պայմաններում ռիսկերի բացասական ազդեցությունները չեզոքացնելու նպատակով առաջնային նշանակություն ունի ռիսկերի հետևողական մշտադիտարկումը, դրանց կառավարման կարողությունների ու մոտեցումների ձևավորումը, ինչը կարող է առանցքային լինել կարճաժամկետ եւ միջնաժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության եւ հարկաբյուջետային ճկունության, իսկ երկարաժամկետ հորիզոնում նաև պարտքի կայունության ապահովման համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ պարոն Գալստյան, քանի որ ճիշտ ասած հարցեր չեն կարող լինել, բայց ես ինձ թույլ կտամ նախագահի այսպես ասած իրավունքներից օգտվելով, որտեղ ժամանակ չունենք էլի հաջորդիվ գալու է արտաքին գործերի նախարարը, բայց մի բան հարցնեմ, ես ճիշտ հասկացա, որ ըստ եզրակացության կենտրոնական բանկը այսպես ասած խորհրդի կարգով արձանագրում է, որ տնտեսական ներուժի մեծացման նպատակով ճիշտ է միջնաժամկետ հատվածում նվազեցնել ընթացիկ ծախսերն ու ավելի շատ կապիտալ ծախսերի վրա շեշտը դնել։ Չէ, այդ կառավարության քաղաքականությունն է, որը որդեգրվել է, մեր շեշտադրումը բացառապես վերաբերվում է կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղված ջանքերին, որտեղ հիմա դուք էլ նշեցիք, որ պաշտպանության եւ բանի տարանջատում ա եղել, հիմնական ծախսերը լինելու են ենթակառուցվածքների մեջ, ու եթե այդ հիմնական ծախսերը, որը գնալու է ենթակառուցվածքների ֆինանսավորմանը, լինեն արդյունավետ, իրանք կստեղծեն ավելի մեծ ներուժ։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Գալստյան։ Ես մեկը կարող եմ ներկայացնել։ Իհարկե, անպայման։ Հա։ Ուրեմն այժմ եթե եկել եք այն հարց տալու եք եկել, ճիշտ եմ հասկանում, չէ, այս կենտրոնական բանկի ներկայացրած եզրակացության մասով։ Որովհետև այդ փուլը ամփոփում ենք, անցնում ենք կենտրոնական բանկի եկամտների ծախսերի մասին, դրա համար ուզում եմ ասել, եթե հարց ունեք, հիմա կարող եք տալ։ Շատ լավ, խնդրեմ։ Այժմ անդրադառնամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 26 թվականի կապիտալ ներդրումների ծրագրին եւ վարչական ծախսերին։ Մինչ մանրամասն ներկայացումը կցանկանայի շեշտել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնք ընկել են ԿԲ բյուջեի հիմքում։ Առաջինը դա ռազմավարական մտածողությունն է, որը բխում է կենտրոնական բանկի ռազմավարական առաջնահերթություններից, որոնց ձևավորման համար կենտրոնական բանկն առաջնորդվել է 4 գլխավոր ուղղություններով, այն է. ֆինանսական համակարգ, մակրոտնտեսական քաղաքականություն, ԿԲ կարողություններ եւ հաղորդակցում։ Երկրորդը նախագծային մտածողություն, որը ենթադրում է առանցքային նախագծերի սահմանում, ինչի շնորհիվ նվազեցվում է բյուջետային կարճաժամկետ կենտրոնացումը եւ հնարավորություն է տրվում ռեսուրսները բաշխել, ապահովելով դրանց արդյունքահենությունը։ Այս լուսի ներքո ցանկանայի ներկայացնել 26 թվականի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը կազմում է շուրջ 8 միլիարդ դրամ։ Նշեմ, որ կապիտալ ներդրումների ծրագրի ներքո նախատեսվել են ռազմավարությունից բխող մի շարք նախագծեր, որոնց հիմնական նպատակն է գործող ենթակառուցվածքների արդիականացումը եւ զարգացումը, ինչպես նաեւ կենտրոնական բանկի հիմնական խնդիրներից բխող մի շարք գործընթացների ավտոմատացում։ Նախագծերից ամենախոշորը էլեկտրոնային վճարային համակարգի արդիականացումն է։ Նոր միջնաժամկետ ծրագիր, որի իրագործումը նախատեսվում է փուլային, ծրագրի ներքո առանձնացված նախագծերի իրականացման միջոցով, այսինքն ունենք ենթածրագրեր։ Ծրագրի նպատակն է վերազինել կենտրոնական բանկի վճարային համակարգը, ինչի արդյունքում գործող համակարգը կփոխարինվի առավել ժամանակակից ֆունկցիոնալ, արագագործ, անվտանգ եւ ներառական համակարգով։ 26 թվականին այս մասով նախատեսվում է մոտ 1 միլիարդ ծախսել։ Նշեմ նաև, որ ներկա պահին նախորդ տարիներին մեկնարկած նախագծերը իրենց իրականացման կարևորագույն փուլերում են եւ ենթադրվում է, որ 26 թվականին մի շարք նախագծեր կհասնեն իրենց տրամաբանական ավարտին, մասնավորապես
26 թվականի բյուջեում նախատեսված են կամ ներառված են հետևյալ խոշոր նախագծերը. Tier 3 միջազգային ստանդարտներին համապատասխան սերվերային սենյակի հիմնանորոգում, որի վրա ծախսվելու է 468 միլիոն դրամ։ Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման եւ պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի գնահատման եւ մոնիտորինգի իրականացման գործընթացների ավտոմատացման նախագիծը, որը 282 միլիոն դրամ է։ Բիզնես գործընթացների կառավարման համակարգի ներդրման նախագիծ 85 միլիոն դրամ։ 26 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը նախատեսում է շարունակել էներգոարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացումը միտված արևային էներգիայի օգտագործմամբ համապատասխան կայանների տեղադրման գծով ներդրումներին, որը 26 թվականի ընթացքում կկազմի 63 միլիոն դրամ։ ԿԲ հին Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող հին վարչական շենքի ճարտարապետական կոնցեպտուալ փոփոխության ծրագրի գծով նախատեսվում է եւս 80 միլիոն դրամ եւ դուստր կազմակերպությունների կապիտալում մոտ 5 միլիարդ ներդրում։ Վարչական ծախսերի տեսանկյունից համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին օրենքի վարչական ծախսերը ընդգրկում են ապարատի պահպանման, լրատվական տեղեկատվության եւ մասնագիտական գրականության ձեռքբերման, տնտեսական նյութերի եւ արագամաշ առարկաների դուրսգրման եւ ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր, ինչպես նաեւ չնախատեսված ծախսեր։ ԿԲ 26 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը պլանավորվել է շուրջ 12 միլիարդ դրամ, 25-ի համեմատ աճելով 6%-ով։ Աշխատավարձ եւ դրան հավասարեցված հոդված պլանավորելիս Կենտրոնական բանկը նախատեսել է նախորդ տարվա համեմատ ընդհանուր ֆոնդի 8% աճ, որը 3% պայմանավորված է աշխատավարձերի գնաճի չափով ավելացմամբ, ես 5% հիմնական նոր հաստիկների ստեղծմամբ։ Նշեմ նաև, որ աշխատակիցների թվաքանակի աճը ազդելու է նաև սոցիալական ապահովության ծախսերի վրա, որը նախորդ տարվա համեմատ աճելու է 12%-ով, մյուս հոդվածների գծով ունենք 116 միլիոն դրամի խնայողություններ, ավելի քիչ ենք ծախսելու։ Իլրումն բյուջեի վերաբերյալ զեկույցի կուզենայի նաև հետևյալ շեշտադրումն անել ԿԲ-ին պատվիրակված այլ գործառույթների հետ կապված։ Կենտրոնական բանկը առաջնորդվելով իր ռազմավարությամբ, ինչպես նաև երկրի մակարդակով թվային հասարակության եւ տնտեսության օրակարգի շուրջ կառավարության եւ ազգային ժողովի հետ համագործակցությամբ շարունակում է Հայաստանի տեղեկատվական համակարգեր գործակալության հիմնադրամի գործունեության ֆինանսավորումը եւս 1 տարի, որի ներքո այժմ իրականացվում են Հայաստանում մրցունակ թվային հասարակության եւ տնտեսության ձևավորման ճանապարհային քարտեզով նախանշված աշխատանքները։ Ինչպես գիտեք, օրենսդրական փաթեթը, որով մասնավորապես ամրագրվում է 26 թվականը ներառյալ Կենտրոնական բանկի կողմից ֆինանսավորելու մանդատը, առաջին ընթերցման բաժնում արդեն ընդունվել է եւ այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, դրա մշակված փաթեթը ԱԺ երկրորդ ընթերցման ներկայացնելու ուղղությամբ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ պարոն Գալստյան եւ նաեւ պետք է խնդրեմ ճիշտն ասած այդ վճարաշվարկային համակարգի մասով, եթե հնարավոր լինի Կենտրոնական բանկի հետ միասին կազմակերպել հանդիպում падգամավորների հետ ներկայացնելու համար, թե ինչ փոփոխություններ են